Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն։ Բայց այս բաները հին են, առաջին մնացորդաց 4:22։ Ինչևէ ոչ այնքան հին, որքան այն թանկագին բաները, որոնք ուրախություն են մեր հոգիների համար։ Եկեք մի պահ թվարկենք դրանք այնպես, ինչպես ժլատներն են հաշվարկում իրենց ոսկին։ Հոր ինքնիշխան ընտրությունը, որով նա աշխարհի հիմնումից առաջ ընտրեց մեզ հավիտենական կյանքի համար, անսահման վաղեմություն ունի, որովհետև մարդկային միտքն ի վիճակի չէ սահմանելու դրա ժամանակը։ Մենք ընտրվել ենք հավիտենական դարերից առաջ։ Հավիտենական սերն է ուղեկցել այդ ընտրությանը, որովհետև մեր առանձնացումը պարզապես աստվածային կամքի քմահաճույքը չէր, այլ որոշում, որ բխում էր նրա սիրուց։ Ի սկզբանե Հայրը սիրել է մեզ, և սա ամենօրյա մտորումների թեմա է, կանխատեսված կործանումից մեզ փրկելու, մեզ մաքրելու, սրբելու և ի վերջո փառավորելու հավիտենական նպատակը նույնպես անսահման վաղեմություն ունի և իր վրա կրում է անփոփոխ սիրո և բացարձակ ինքնիշխանության կնիքը։ Ուխտը մշտապես նկարագրված է որպես հավիտենական, և Հիսուսը այդ ուխտի երկրորդ կողմը, որ հնուց հավիտենությունից առաջ էր հոծվել, Առակաց 8:23։ Սուրբ երաշխավորությամբ կնքեց այն դեռ շատ ավելի վաղ, քան առաջին աստղերը կսկսեին շողալ։ Նրա մեջ էր, որ ընտրյալները կարգվեցին հավիտենական կյանքի համար, Գործք 13:48։ Եվ այսպես աստվածային նախասահմանությամբ մի օրհնյալ ուխտի միություն հաստատվեց Աստծո Որդու և նրա ընտրյալ ժողովրդի միջև, որը կմնա որպես նրանց ապահովության երաշխիք, նույնիսկ այն ժամանակ, երբ ժամանակ այլևս չի լինի։ Լավ չէ արդյոք այս հին բաներից տեղյակ լինելը։ Միթե ամոթալի չէ այն փաստը, որ դրանք այդքան անտեսված և նույնիսկ մերժված են գիտունների և իմաստունների մեծ մասի կողմից։ Եթե միայն նրանք փոքր-ինչ ավելի տեղյակ լինեին իրենց սեփական մեղքից, միթե ավելի մեծ պատրաստակամությամբ չէին սքանչանա զարմանահրաշ շնորհքով։ Եկեք այս երեկո մեր հիացմունքն արտահայտենք և երկրպագենք Տիրոջը երգելով. «Ահա շնորհքի անմահ հուշարձան, մեղավոր, փրկված արյունով գառան, սիրո աղբյուրների հետքերով գնում, դրանց ակունքին Աստծուն եմ հասնում, և նրա անեղծ սուրբ գրքում տեսնում, իմ մասին սիրո խոհերն անհատնում»։